Եթերում հայպերսոնան է, ծանոթանանք այսօրվա իմ հյուրի հետ։ Պայծառ մարդ, ահա թե ինչպես կարող եմ բնութագրել իմ այսօրվա հյուրին, որի դրական էներգիան չկրկնվող է։ Նրան հաճախ կարող ենք տեսնել հայկական հեռուստասերիալներում, միայն թե թատրոնը նրա բացակայությունը վստահաբար զգում է։ Այսօրինակ արտիստների կարիքը հայ բեմը շատ ունի։ Հայպերսոնայում Ագնեսա Շահնազարյանն է։ Ագնեսա Շահնազարյանը ծնվել է 1980 թվականին Հայաստանի Նոյեմբերյան քաղաքում։ Մինչև 16 տարեկան ապրել է Վանաձորում, սովորել եւ ավարտել է Վանաձորի թիվ 22 միջնակարգ դպրոցը։ 2000 թվականին ավարտել է Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը։ 2000-ից 2011 թվականներին եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի։ 2004-ից 2009 թվականներին պայմանագրային կարգով աշխատել է Արմենիա հեռուստաընկերությունում որպես բարելույս հեռուստախոհանոց եւ բարիգիշեր հեռուստանախագծերի կազմակերպիչ ղեկավար։ 2009-ից 2011 թվականներին եղել է Մոսկովյան Berg Sound ընկերության հայաստանյան մասնաճյուղի քասթինգի տնօրենը։ 2013 թվականից աշխատել է Երևանի Հակոբ Պանոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի։ 2016 թվականին զբաղեցրել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնը։ Ագնես, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հայպերսոնա նախագծի հրավերը։ Ես էլ շատ շնորհակալ եմ, որ հրավիրել եք ու անկեղծ ասած մի քիչ էլ անակնկալի եմ եկել։ Ուրախացել եմ։ Կա ճակատագիր, թե մարդն ինքն է կառուցում իր կյանքը։ Ես հավատում եմ, որ միանշանակ ճակատագիր կա, բայց թե այդ ճակատագիրը հետագայում ինչ զարգացում կունենա, մի քիչ էլ մարդկային գործոնը ունի դրա վրա ներազդեցություն, որովհետև ըստ իս այդ ինչ որ ճամփաբաժաններ կան, այդ հատվածի վրա քեզ տալիս է ընտրություն ու դու պիտի ընտրություն կատարես, այսինքն ճակատագիր կա, բայց մի քանի տեսակ է, հա, որ ուղղություն ընտրեցիր, այդպես էլ շարունակվում է։ Ձեզ հաջողվել է ճիշտ ուղղություն ընտրել։ Այ չգիտեմ, երևի այո, որ ասեմ ոչ, պիտի հետ գնամ, սկսել ինչ-որ բաներ մտածել, բայց ես մտածում եմ այո, հաջողվել է։ Ո՞րն է եղել ձեր կյանքի ամենաբեկումնային որոշումը, որը հիմնովին փոխել է ձեր կյանքի ընթացքը։ Թերևս ընդունվել թատերական ինստիտուտ, սկսենք այդտեղից, որովհետև որպես այդպիսին միտում չկար, թեպետ սովորում էի ստուդիայում թատերական, բայց որոշել էի, որ պետք է դառնամ մասնագիտությամբ ֆիլոլոգ ու ընդունվեցի թատերական ինստիտուտ որոշումով, որ 1 տարի կսովորեմ, այնուհետև նոր քննություն կհանձնեմ արդեն մանկավարժական ինստիտուտ ընդունվելու եւ դա իհարկե բեկումնային էր, ես անվերապահորեն խրվեցի այդ ամեն ինչի մեջ, սիրեցի այդ մասնագիտությունը ու այլևս ետդարձի ճանապարհ չեղավ։ Եթե ունենայիք այդպիսի հնարավորություն, կանեիք որոշակի խմբագրումներ ձեր կյանքի էջերից։ Հիմա եթե այս կյանքի փորձը հա լիներ այն ժամանակի մուսերին, իհարկե կանեի, կընտրեի երևի նաև ուրիշ մասնագիտություն, երկրորդ, որը էլի ինչ-որ մի կերպ, ինչ-որ մի արվեստի էլի մի ճյուղի կհարեր, բայց չգիտեմ, հարցից մի քիչ խճճվեցի, երևի թե չէի անի, չէ, հիմա այդպես խոսում եմ, բայց եթե նորից կրկնվեր, երևի թե նորից նույն ճանապարհով գնալու էի, որևէ բան չէր փոխվել։ Թատրոնի թատերական աշխարհում առհասարակ հաստատվել է, կարծում եմ հեշտ գործերից չի եղել։ Հիշում եք ձեր առաջին մուտքը Սունդուկյան թատրոն։ Ես հիշում եմ իմ ամենաառաջին մուտքը Սունդուկյան թատրոն, ոչ որպես դերասանուհի, այլ որպես ուսանող, ճիշտ դեռ ուսանող էլ չէ, աբիտուրենտ, որը եկել էր ընդունվելու թատերական ինստիտուտ, եւ Սուրենի հետ Շահվերդյան եկանք, բարձրացանք, ես մտա Սունդուկյան թատրոնի բեմ ու ես չեմ կարող նկարագրել, թե ինձ հետ ինչ կատարվեց, մի քիչ հեքիաթային է հնչում, բայց ես այդպես կանգնեցի, նայեցի դահլիճ ու սկսեցի լաց լինել ու երազում էի, որ այդ բեմում ասում էի Աստված իմ կգա մի օր ես այս բեմում գոնե մի սինիով մի բան բերեմ դնեմ դուրս գամ ու իսկապես շատ հուզված էի ու դա ինձ համար այսպես համեմատական կարգով ասեմ լասկալայի բեմներ իսկ առաջին բեմելս հենց Սունդուկյան թատրոնում 97 թվականին եղավ երբ դեռ
տակամին երիտասարդ աղջնակ էի, ուսանող էինք եւ մենք ամբողջ կուրսով ընդգրկվեցինք թատրոնում, մասսայական տեսարաններում, ներկայացումներում զբաղվելու համար։ Շատ լավ հիշում եմ այդ օրը, որովհետև դա իմ երազանքի հասնելու առաջին օրն էր, պատմոսով չէ, ինչ որ կենթանի էի խաղում, կարծես թե պինգվին էր, ու որտեվ այդ ներկայացման մեջ շատ կերպարներ էինք խաղում ու դե անբացատրելի էմոցիաներ են, չեմ էլ կարող բառերով նկարագրել, թե այդ պահին ինչ ապրեցի, բայց հաստատ արդյունք գլորվել է էլի այդ մուտք գործելու պահին։ Ագնեսը իր տարեկիցների մեջ լավագույններից մեկն է։ Ես տեսել եմ նրա եւ դրամատիկ կերպարները, եւ տեսել եմ կոմիկական կերպարները, եւ միասին խաղացել ենք։ Շատ կենսուրախ, շատ ուրախ, շատ ժիր աղջիկ ենք ընդհանրապես եւ շատ հագեցված դերասանական ապրումներով, այսինքն որպես դերասանուհի նա մտածող է, գործող է, պրպտող է։ Ինքը գիտի ինքը ով է, որը շատ կարևոր է իմ կարծիքով, ինչ առումով։ Ասենք երբեք չի հավակնել, թե ես պետք է հերոսուհի խաղամ, գլխավոր դեր, այդպիսի բան չկա, ինքը ասում է ես խարակտերային լավ դերասանուհի եմ։ Ինքը իրեն այդպես է պատկերացնում, դե ես էլ եմ տեսնում ուժեղ կամքի տեր, եւ եթե նպատակ դրեց ինչ որ բանի, դա լինի թատրոնում, թե թատրոնից դուրս, ինքը անպայման դրան կհասնի։ Լիդեր է էությամբ, այդ առումով շատ դժվար է մեզ իրար հետ, հաճախ չի համընկնում մեր հայացքները, կարծիքները եւ այլն, եւ մենք երբեմն նաեւ այդ առումով վեճեր ենք ունենում, բայց ինքը ամուր է, շատ շնորհքով է, չեմ անանի տաղանդավոր բառը չրկված է, ինքը շնորհքով դերասանուհի է եւ ես ցավում եմ, որ հիմա որևէ թատրոնում չի, զբաղված չի, իր ցանկությամբ իհարկե, դա իհարկե գալիս է նաեւ կենցաղային բաներից, որ երեխա է պահում, փորձում է մի քիչ ավելի վաստակել թատրոններում, գիտեք աշխատավարձերի վիճակը ինչպես է, բայց դերասանը հիմնականում կայանում է թատրոնում, որպես լավ դերասան դերից դեր, ես շատ կուզենայի, որ ինքը լիներ, շարունակեր մնալ թատրոնում։ Իր մարդհատկությունը, որը ինքը դերասանության մեջ, այս մասնակցության մեջ չի կորցրել ու եթե երբեմն ուզում այդ մարդուն օգտագործել, այնքան ճիշտ է օգտագործում, որ դու սկսում ես մարդուն ավելի լավ ճանաչել։ Այդքանը կարող եմ ասել, չնայած այդ երևույթի մասին կարող եմ ավելի երկար խոսալ, բայց այսօր դա դեռ չի գնահատվում, դրա համար ասում են ինչ որ չի ասում, դա է ճշմարտությունը, թող այդ ճշմարտությունը մնա իմ ու Ագնեսայի մեջ։ Հիշում եք ինչ եք արել առաջին հոնորարով։ Ոյ, չէ, այ դա չեմ հիշի, բայց դատելով դրանից հետո արդեն որ ուրիշ տեղ աշխատում, մի քանի տեղ եմ, ես միշտ աշխատող տեսակ եմ եղել եւ միշտ սիրել եմ լավ ապրել ու այդպես անընդհատ դեգերումների մեջ եմ եղել, դատելով մնացածից հաստատ մայրիկիս ինչ որ մի նվեր գնաց կլինեմ, գոնե ծաղկեփունջ էլի հաստատ, չէ, այդպես պարզորոշ չեմ հիշի, թե ինչ եմ արել, մայրիկին, տատիկին երևի նվերներ առած կլինեմ էլի։ Ունեք փշոտ հիշողություններ կապված թատրոնում ձեր աշխատանքի եւ գործունեության հետ։ Եթե սկզբնական տարիներից ենք խոսում, ապա չէ, չեմ հիշում, որովհետև երևի ժամանակի ընթացքում բոլորիս մոտ էլ այդպես այն փշոտ հիշողությունները վատը փորձում ես մոռանալ, ճիշտ մոռացության է մատնում եւ միայն լավն ես հիշում, բայց իհարկե շատ դժվարին ճանապարհ էր վերջին տարիներին Վանաձորի թատրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցնելը, որովհետև ես մշակույթի մարդ, արվեստի մարդ, միանգամից մտա խրվեցի վարչարարության մեջ, որը ինձ հեշտ չտրվեց միանշանակ, դա մեծ աշխատանք էր, շատ պատասխանատու եւ փառք Աստծո, ես իհարկե պատվով դուրս եկա այդ ամենից, ես պատվով իմ սուրը դրեցի պատյան, բայց միայն երևի իմ բարձը գիտեր, թե ես ինչ ապրումների մեջ էի, որովհետեւ հայտնվել էի ինձ համար բոլորովին այլ ոլորտում եւ թատրոնը սկսեցի
տեսնել արդեն ուրիշ տեսանկյունից։ Թերևս դրանք են փշոտ հիշողությունները, բայց հիմա արդեն սենց ժպիտով եմ հիշում եւ ինչու՞ չէ նաեւ այդ բառը արդեն չեմ սիրում, բայց մի քիչ էլ հպարտանում եմ, որ կարողացա 2.5 տարվա մեջ այդքան գործ անել ու այդ ամեն ինչը հաղթահարել իմ մեջ։ Եթե առանձնացնելու լինենք, ինչ է տվել Ագնեսը Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնին։ Նախ տվեց մի շատ կարևոր բան այն ժամանակահատվածի համար, թատրոնին սպეციფիկ այդ խժդժությունները, չգիտեմ ինչերը բան, կոլեկտիվի համալրում տվեց, ամենակարևոր բանը եւ կոլեկտիվը սկսեց համախմբված աշխատել, որը շատ կարևոր էր։ Թատրոնը գնաց հյուրախաղերի, Ռուսաստանի Դաշնությունով տուրնեի գնաց, Միացյալ Նահանգներ գնաց, նաև մինչև վերջին պատմությունները, մինչև 7 տարի առաջ այս քաղաքական ու այլ զարգացումների հետ կապված, դրանից առաջ թատրոնը գնում էր վերանորոգման։ Այսինքն ամբողջությամբ եւ հատակագիծը եւ նախահաշիվը կազմված էր եւ թատրոնում արդեն սկսվել էին վերանորոգման աշխատանքները, թատրոնը սկսեց ծաղկել ներողություն անհամեստության համար, բայց թատրոնի խաղացանկը մեծացավ, այսինքն շատ լուրջ աճ նկատվեց, եթե խաղում էին 3-ից 4 ներկայացում ամսական, իմ ժամանակահատվածում ներկայացումները դարձան 8, 10, 12 եւ այդ ամեն ինչը ի զարմանս եւ ուրախություն ինձ լինում էր լեբլեցուն դահլիճներով, բայց ցավոք սրտի վերանորոգման աշխատանքները կիսատ մնացին, տանիքը ամբողջությամբ վերանորոգվեց, այնուհետև պետք է վերանորոգվեր արդեն թատրոնը ամբողջությամբ եւ ինչ-ինչ պատճառներով դա տեղի չունեցավ, ես էլ արդեն իմ պայմանագրի ժամկետը լրացավ եւ վերադարձա Երևան, բայց հիմա ասում են, որ վերանորոգվելու է թատրոնը, իհարկե արդեն պետական միջոցներով։ Իմ պայմանավորվածությունը մասնավորի հետ էր, 85%-ը պետք է մասնավորը ներդրում աներ, 15%-ը մշակույթի նախարարությունը եւ Քաղշինը, այդպես մի խոսքով իմ օրոք կիսատ մնաց։ Հիմա ասում են, որ պետք է վերանորոգվի թատրոնը, ես միայն ու միայն ուրախ եմ դրա համար։ Նա այնքան աշխուժա, այնքան գործունյա է, որ նա չի տարբերում արդեն ինչ գործ ուզում ա լինի, հատկապես որ հիմա ինքը արդեն մի հրաշալի զավակ ունի, Դանիելը, որը շատ դաստիարակված երեխա է, դե բնականաբար Նելի Շանազարյանի գրող եւ արձակագիր Նելի Շանազարյանի դուստերն է եւ նրա թորնը բնականաբար արդեն գիտեք այդ ինչպիսի տպավորություն պետք է թողնի Ագնեսը եւ շատ լավ մայր է այսօր եւ շատ լավ դերասանուհի է եւ ինչ որ մի ժամանակ էլ շատ գործունյա է, շատ կազմակերպիչ է, նույնիսկ այն աստիճան, որ նշանակվեց Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն։ Ու մենք բոլորս զարմացել ենք, այ աղջիկ ջան, քո գործը դերասանությունն է, ինչ գործ ունես, եւ այդ միաժամանակ եւ սերիալում էր խաղում, միաժամանակ եւ հղի էր, այսպես ինքը շատ կենսուրախ աշխուժ գործունյա, շատ մեջ է կազմակերպչական ուժեղ ջիղ կա։ Վերջապես Փարքասո թողեց այդ գործը, որտեղ դերասանուին պիտի մնա դերասանուի, ուրիշ գործով չպիտի զբաղվի։ Իսկ այսօր ինքը արդեն հագեցված է եւ թատրոնով, եւ սերիալներով աշխատում է օր ու գիշեր։ Մենք հասկացանք, թե դուք ինչ եք տվել այդ թատրոնին։ Վարչական աշխատանքը եւ այդ թատրոնում ձեր գործունեությունը ինչ է ձեզ տվել։ Մի շատ կարևոր բան, հասկացել եմ, որ երբեք այլևս մշակութային ոլորտում վարչարարությամբ չեմ զբաղվի, երբեք, եւ մի ուրիշ բան էլ տվեց, երևի դա մեծ ցավով եմ ասում, որովհետեւ դերասանի համար չլինել բեմում դրանից ցավոտ բան թերևս չկա, ես հասկացա, որ ես հոգնել եմ այդ միջավայրից եւ ինձ դադար է պետք։ Դրանով է պայմանավորված, որ ես հիմա որևէ պետական թատրոնում չկամ, բեմ քիչ եմ դուրս գալիս, բայց հիմա կամաց-կամաց այդ բացը ուղղվում է եւ այո, պետական թատրոններում չկամ, բայց հիմա կա մի շատ հետաքրքիր նախաձեռնություն, կարծում եմ լսել եք դրա մասին, 3-4 տարի է կա այդ թատրոնը, հանդարտ մշակութային կենտրոնն է,
Bemel Production-ը հիմա ներկայացում է բեմադրվում, որի պրեմիերան շատ շուտով կկայանա մի քանի օրից եւ ես այնտեղ զբաղված եմ ու արդեն ուրիշ միջավայրում, որովհետեւ այնտեղ նատուրալիզմի մեջ բնությունը եւ ամեն ինչը բաց երկնքի տակ է ներկայացումը։ Հիմա ամսի 11-ին եւ 12-ին ներկայացում ենք խաղալու ու ես անկեղծ ասած շատ հուզվում եմ, որովհետեւ երկար տարիներ բեմում ցավոք սրտի չեմ եղել։ Մենք շատ ուրախ ենք իհարկե, որ դուք վերադառնում եք թատրոն, այնուամենայնիվ ոչ պակաս ուրախ ենք, երբ ձեզ տեսնում ենք էկրանին։ Կար մի ժամանակ, երբ դերասանները շատ էին քննադատվում հեռուստասերիալներում ներգրաված լինելու մեջ։ Ինչ կասեք այս մասին։ Չգիտեմ, երևի թե նույն մեր գոլեգաներն էին քննադատում, երևի, չգիտեմ, հենց ում է ուղված այդ ով էր քննադատողը, եթե մեր գոլեգաներին է խոսքը վերաբերում, այդ սերիալային հասկացողությունը մեզ համար ինչով էր խորտ, որովհետև ինքը չկար մեր իրականության մեջ, մեկ էլ հայտնվեց եւ տենց ձնագնդի էֆեկտով սկսեց մեծանալ Իհարկե դերասանը միշտ պետք է այդ ստոպը վերցնի, այդ դադարը վերցնի, որովհետև նկարվել այս պրոյեկտում, հետո հաջորդում, ոչ թե ինքը հոգնածնում է, դու հեռուստադիտողին էլ ես հոգնածնում, դու անպայման պետք է այդ դադարը վերցնես, որպեսզի հեռուստադիտողը քեզ կարոտի, չձանձրացնես իրան, որովհետև երբ որ անընդհատ քեզ տեսնում է հեռուստաէկրանին, այն որ ասում են կարգին հաղորդումը մի շատ լավ սկեչ ուներ, ես դա միշտ օրինակ եմ բերում, որ ասում են, ինձ թվում է բոլորն էլ օրինակ են բերում։ Դուք ուրիշ հերոսի անուն չգիտեք, լավ ինչքան կարող ես նույն դեմքերին տեսնել։ Հիմա իմ մոտ տևական մեծ դադար է եւ ես անգամ չգիտեմ էլ որ հրավերք լինի, ես այլևս կուզենամ մտնել այդ ոլորտ, թե չէ։ Ես հիմա նկարվում եմ սիթքոմում եւ դա ինձ համար ավելի հեշտ է, հեշտ տրվող բան է եւ գոնե գիտես, որ թեթև է ամեն ինչը, հետո գիտեք ամենավատը մեր ոլորտում, այդ սերիալային ոլորտում ասեմ, հա, նու հիմա արդեն կամած գնում է դեպի ավելի շատ զարգացում, չեմ ուզում որևէ մեկին նեղացրած լինեմ, բայց երբ որ նկարվում էին առաջին պրոյեկտները, իսկ դրանցից մեկը սենց են որ լավ բոլորս ենք հիշում, ուր է իմ տղամարդը պրոյեկտներ, նախագիծներ, մենք անգամ սցենար չունեինք, մենք ամբողջ օրը նստում էինք մեքենայի մեջ, սրճարանում, մենք ապրում էինք դրսում, մենք տուն էինք գնում, քնում էինք մի քանի ժամ, նու 2-3 լավագույն դեպքում, եւ նորից գալիս էինք նկարահանման հրապարակ, նկարվում էինք մի տեսարան ու ամբողջ օրը սպասում։ Տենց 2 տարի մենք սպասելով նկարահանեցինք այդ դժվար պրոյեկտը մեզ համար, իհարկե լավ հիշողություններով, որովհետև սկզբից իսկապես ինքը այնպիսի հեռուստանախագիծ էր, որի մեջ տենց լուրջ եւ բարդ ինչ-որ տեսարաններ չկային, ինքը կանացի կերպարներ էին, ովքեր ունեին իրենց փոքրիկ խնդիրները, ես միշտ ասում էի ֆիլմ не о чем, այսինքն այն որ զուտ ուղակի երեկոյան հեռուստացույցը միացնելու եւ քո ուղակի ուղեղդ հանգստացնելու եւ աչքդ շոյելու, հա, որովհետեւ բոլորս գեղեցիկ հագնվում էինք, մենք բոլորս անպայման ուշադրություն էինք դարձնում մեր տեսքին, որովհետեւ հասկանում էինք ժամանցային սերիալ ենք նկարվում, բայց հետո մտավ կրիմինալը, մտան այդ էլի կրակոցները, չգիտեմ ինչը, մարդ գողացան եւ այլն ու ամբողջությամբ փոխվեց։ Բայց հեշտ չէր տրվում, մենք իսկապես չմտածեք ես չափազանցնում եմ, մենք ապրում էինք դրսում, մենք ապրում էինք մեքենայի մեջ, սրճարանում, ռեստորանում, բայց ոչ, մենք տուն չէինք գնում, չկային այդ բանը չկար, հա, որ սցենարը ձեռքդ գնաս, իմանաս ինչ ես նկարվում, նստում էինք ու սպասում, երբ է սցենար գալու։ Դե հիմա իհարկե փոխվել է ժամանակի ընթացքում, փառք Աստծո, բայց իսկապես ես մնում եմ այն համոզմանը, որ դերասանից պետք է հանդիսատեսն էլ հանգստանա, պետք չի անընդհատ նույն կերպարներին օգտագործել, հա մի պրոյեկտ երկու պետք է դադար տալ, որ հեռուստադիտողը քեզ կարոտի, ուզենա տեսնի, որ տեսնի, այլ ոչ թե տեսնի նրա համար, որովհետև այլ ընտրանք չկա, միայն դու ես նկարվում։ Ագնես, հայ կինո արտադրությունը կարողացել է ամբողջությամբ օգտագործել ձեր կարողությունները որպես դերասանուհի։ Շատ զարմանալի բան եմ ձեզ ասում, ես չգիտեմ ինչով է դա պայմանավորված, հայ կինո արտադրությունը որպես այդպես շատ քիչ ֆիլմերում եմ իդեպ գեղարվեստական նկարվել, շատ։ Ես դա չգիտեմ, ես կաստինգների մասին իմանում եմ միայն այն ժամանակ, երբ որ
ավարտված է լինում, շատ հետաքրքիր բան եմ ձեզ ասում, եւ եղել են դեպքեր, երբ որ ես անցել եմ կաստինգը, ես չեմ գնացել նկարահանման, հետո պարզվել է, որ ասել են ուղղակի ինքը հանրապետությունում չի, բայց ես եղել եմ հանրապետությունում, ասել են այդ մարդիկ, ադմինները, ովքեր որ պատասխանատու են այդ ամենի համար եւ եղավ այդպիսի մի միջադեպ, որ ես պետք է նկարահանվեի մի ֆիլմում, ինձ ասել էին այսինչ ամսին է նկարվելու, ես իմ բոլոր գործերը պլանավորեցի այնպես, որ ես այդ ժամանակահատվածում լինեմ Հայաստանում, ֆիլմը նկարվեց, ես իմացա, որ արդեն նկարահանումները ավարտին են մոտենում, զանգել եմ, ասում եմ, բա ես չեք կանչում, ասում եմ, ոնց դու էստեղ ես, եւ հասկացա, որ ինչ որ մի հատ այսպիսի բան է գործում, չեմ էլ ուզում խորանալ, որովհետեւ ուրիշ պլաններ կան եւ ես իմ մասին դեռ կխոսեմ հետո շատ ավելի լավ երևի որ չի լինում, մի քիչ էլ վիրավորանք կա, որովհետեւ այդպես չի լինում, էլի։ Ենթադրենք ձեզ այսպես են ասել, որ ես հանրապետությունում չեմ, կարելի է ճշտել, չէ՞, տարբեր օղակներ կան եւ այլն եւ այլն։ Եվ ինչն այն շատ զարմացնում, որ այո, ես վերջին շրջանում շատ եմ լինում Միացյալ Նահանգներում, բայց ես չեմ ապրում Միացյալ Նահանգներում, երբևէ չեմ խոսել, որ ես արտագաղթում եմ, երբեք դրա մասին խոսակցություն չի եղել, բայց երբ գալիս եմ այստեղ ու եմ որ վայ դու այստեղ ես, ինձ դա նենց է սպանում ներսից, որովհետև ես այնտեղ շատ չեմ լինում։ Ես ապրում եմ այստեղ, ճիշտ է, անընդհատ հաղորդումների էլ որ հյուր կանչում են, ասում եմ ես նորություն չունեմ, ես խոսելու բան չունեմ դեռ, գամ ինչից խոսեմ եւ չեմ սիրում, որ իմ մասին իմ շուրջ ինչ որ բաներ ա գնում, միշտ սպասում եմ իմ ժամին, հա։ Ինչ է նշանակում, այսինքն եթե ես շատ իմ մասին չեմ խոսում, նշանակում է Հայաստանում չեմ ապրում։ Ինչ որ մի այսպիսի բան եմ նկատում, ու իհարկե այդ ժամանակներն էլ կանցնեն եւ ամեն ինչ շատ լավ է լինելու, ես ավելի քան վստահ եմ։ Իհարկե, ամեն ինչ լավ է լինելու։ Ագնես, ինչ եք հաշվի առնում, երբ որևէ առաջարկ եք ընդունում ֆիլմում նկարահանվելու, հեռուստասերիալում, սիթքոմում, ունեք որոշակի սկզբունքներ, որոնք դուք պարտադիր հաշվի եք առնում։ Ամենաառաջին սկզբունքը պետք է սցենարը լավը լինի, որ գնամ, անպայման կարդում եմ, ուր եմ գնում։ Իհարկե լինում են դեպքեր, երբ որ գնում ես ստիպված, որովհետև գիտես դե լավ փոքրիկ դեր է, բայց նկարահանվում ես դրսի համար, գուցե այդտեղից ճանապարհ բացվի։ Իմ համար չկա փոքրիկ դեր, մեծ դեր եւ այլն, ինձ թվում է այս տեքստերը բոլորն են ասում, բայց իմ համար իսկապես այդպիսի բան չկա։ Ինքը այն դերասանուհիների չի, որ ենթադրենք փորձը փչացնի կան այդպիսի դերասաններ, չէ՞ որ չեմ կարող, չի ստացվում, ինչի էսպես, ինչի այնպես, սա այսպես չպիտի լինի, չէ, լսող, մտածող եւ կատարող է, շատ հետաքրքիր պարտնյոր է ինքը, երբեք ոչ մի դեպքում ոչ խանգարել ունի, ոչ ընդհատել ունի, ես շատ եմ հավանում Ագնեսային։ Շատ հեշտ է, իհարկե մեկ-մեկ շատ դժվար է, ահա որ հաճելի է, ես անդադ իր աչքերի մեջ տեսնում եմ մի բան, երբ որ մենք առաջի անգամ միասին սկսեցինք խաղալ, ինքը աչքերով միշտ մարդուն է փնտրում, ու այդ դեպքում դու չես կարող դիմացինիդ խաբես, մի խոսքով ինքը իր հայացքներով ու իր փնտրտուքներով քեզ կամաց ստիպում է մարդ դառնալ։ Դրա համար մի քիչ դժվար է իր այդ, որովհետև ինքը խելառ է, ինքը բնություն է։ Ինքը գժվելուց չի խաբում, սիրելուց չի խաբում, գոռալուց չի խաբում, նույնիսկ լռելուց չի խաբում ինքը։ Այն այդքան անկեղծ է ինձ թվում է։ Ոչ թե ինձ թվում է, այդ հետևեսել կարող է ինչ-որ մարդկանց թվա, բայց ինձ չի թվում։ Ինչ նշանակություն ունեն ձեզ համար կոչումները։ Արդյոք դրանք ձեզ համար երբևէ սպասված եղել են։ Չէ, որպես այդպեսին չէ։ Իհարկե դերասանը դրանից լավ է ազգում։ Հիմա օրինակ ես ոսկե մեդալ ունեմ, կոչում չունեմ, բայց ունեմ ոսկե մեդալ, եւ արտավազդ մրցանակակիր եմ։ Դա որևէ բան չի տալիս, դա որպես այդպեսին ուղղակի ստիմուլ է, գնահատականի պես մի բան է, բայց
գիտեք որ նա այդ կոչումը իսկապես էդ էլ հաստատ ասած կլինեն ձեր հաղորդման ժամանակ, երբ որ դուրս ես գալիս փողոց քեզ ճանաչում են, այ դա է կոչումը։ Նու չեմ ասում այդ սերիալներից կամ բանից եւ այլն, բայց սերիալում էլ խաղալն էլ այնպես պիտի խաղաս, որ դու ինքդ քո արածից չամաչես էլ։ Հիմա տեսնում ես, ասենք, երբեմն նկարվում են, հիմա այդպես է ստացվել, այնքան մարդ կա, որ ուղղակի հիմա չգիտեմ ինչ պարամետրերով է այդ մարդը ընտրվել, բայց ինքը գնում նկարվում է, իրան փողոցում ճանաչում են, բայց իրան ճանաչում են, իրան չեն սիրում։ Իրան ուղղակի ճանաչում են, որպես հա ինքը այստեղ նկարվում է։ Այդ իսկական սերը ոչ մի բանի հետ չես կարող համեմատել, այ երբ որ գալիս են քեզ, գրկում են, երբ որ քեզ լիքը լավ խոսքեր են ասում, երբ որ գալիս են ջղայնացած ասում են, «Ոյ ոնց էիք էս կերպարը, ոյ էդ ինչ վատն էր, վայ ուզում էի ժամանակ ձեզ սպանեմ, բայց մեկա ձեզ այնքան շատ եմ սիրում», այ դա է, երևի էդ է ամենամեծ գնահատականը, դա ոչ մի կոչման որևէ բանի հետ չես համեմատի։ Օրինակ ես երբ որ դուրս եմ գալիս, հիմա էլ հիմա ես ինչ կերպար չեմ այնտեղ խաղում, բայց դա հո այդ կերպարից չի, դա նաև քո տարիների ձեռքբերումներից է, չէ, որ մարդիկ քեզ ճանաչում են, գալիս են ասում են բանը, «Բայ այս կերպարը սենց է բանաբան», բայց ու որ գրկում են այդ էներգիան դու զգում ես, թե փոքրերը, թե մեծերը, թե չգիտեմ, եթե ինչ-որ միտեղ մտնում ես ու այդ ժպիտները տեսնում ես մի անգամից, հետո այդ կոմենտները հիմա սոցհարթակները շատ են, չէ, երբ որ մտնում ես այնտեղ էլ ես այդ սերը կամ նեգատիվը տեսնում, ինչը հիմա արդեն չես էլ կարողանա թաքցնես, երևի թե ամենամեծ սպասելիքները դա է, որ հանրությունը քեզ ոնց պիտի ընդունի, որովհետև մենք ինչքան ուզում ասենք, մեզ կարծիքը չի հետաքրքրում, ոնց չի հետաքրքրում, դու այդ հանրության համար ես, չէ, աշխատում, քո աշխատանքը անմիջականորեն իրանց հետ է կապված եւ իրենց արձագանքը անմիջականորեն քո վարձատրությունն է, դու չես կարող անմասն մնալ այդ ամեն ինչից։ Անձնական տիրույթում ում գնահատականն է ամենից շատ կարևոր ձեզ համար։ Ոյ, դե մամայի բնականաբար, որովհետև մաման ամենաառաջի քննադատն է եւ ամենաառաջի այն որ ճակատին ասողն է, էլի։ Եվ իհարկե ավակ ընկերներ ունեմ, ովքեր ներկայացումից առաջ կլինի կամ չգիտեմ, եթե ինչ որ միտեղ նկարվում եմ կամ բան, ասում եմ անպայման նայեք, կարծիքը կարևոր է։ Բայց մամայի խոսքը այն որ որոշիչ է, էլի։ Կյանքի այս շրջանում ինչպիսի ակնկալիքներ, սպասելիքներ, գուցե նպատակներ ունեք։ Քիչ առաջ տրված հարցին հիմա ուզում եմ պատասխանել, նաև հանդարտում կայանալիք ներկայացումը ինձ համար քննության պես մի բան է։ Եվ ես չեմ կարող նկարագրել, թե ինչ անհանգստությամբ եմ այդ ամենին վերաբերում, երկար դադարից հետո շատ լուրջ դերով պետք է հանդես գամ ու խաղընկերներս էլ այնպիսի մարդիկ են, որոնց առաջ նաև պատասխանատվություն պետք է ունենամ, որովհետև ոլորտի առաջատար մասնագետներից են Ջուլիետայի հետ եմ խաղում Ստեփանյան եւ Լուիզա Ղամբարյանի հետ։ Ու պարզա որ շատ դժվար է երկու մեր ոլորտում ասում են երկու գայլեր, հա, այդ բեմի գայլերի հետ, որոնք արդեն իրանց հետ պիտի խաղամ ու դե պարզա երկար դադարից հետո ինձ համար մի քիչ դժվար է, որովհետև բեմը բոլորովին ուրիշ բան է, տեսախցիկը ուրիշ բան, բայց հուսանք լավ կստացվի էլի։ Սպասելիքներս մեծ են, տեսնենք ինչպես եմ արդարացնում։ Ով կարող է դառնալ ձեր ընկերը։ Ինչպիսի չափանիշներ ունեցող մարդը։ Մեծատառով մարդ, պարզ մարդ, սրտացավ մարդ, չեմ սիրում կեղծավոր մարդկանց, տանել չեմ կարողանում եւ չեմ էլ կարողանում շփվել։ Եվ այս դեպքում տարիքը թերևս կապ չունի։ Ամենակարևորը պարզ ու շիտակ մարդ պիտի լինի եւ մեջը կեղծավորություն չունենա, չկեղծավոր մարդկանց չեմ սիրում։ Ինչ չեք կարող ներել մարդկային հարաբերություններում։ Դավաճանությունը։ Ու չեմ էլ ներում։ Մի շատ կարևոր բան է մեզ վերջին շրջանում ձեռք բերել։ Ես շատ ներողամիտ եմ, շատ փափուկ եմ, շատ մարդասեր ու ընկերասեր եմ, բայց մի հատ բան կա, սահմանաչափ կա, հենց դա հատում եմ, դառնում եմ
աշխարհի ամենավատ մարդկանցից մեկը, այսինքն մի անգամից պոկում շպրտում եմ մի կողմ ու էլ մարդու մասին չեմ հիշում։ Առաջ այդպեսին չէի, հիմա մի տեսակ փոխվել եմ։ Դավաճանությունը չեմ կարողանում ներել։ Ստախոսությունը չեմ կարողանում ներել, կեղծավորությունը եւ չեմ կարող ներել, երբ որ զգում եմ, որ ինձ շահագործում են։ Դա կլինի ուղղակի զուտ հարաբերությունների մեջ, սա ֆինանսի մասին չենք հա խոսում զուտ։ Մարդկային շփման մեջ հենց զգում եմ ինձ շահագործում են, այդ ժամանակ էլ այդպես։ Բայց նրբորեն միշտ փորձում եմ զգուշացնել 1, 2, երրորդին արդեն վերջ։ Չտեսնած անձնավորություն է, բարի, անկեղծ։ Գիտեք ինչն է ինձ դուր գալիս նրա մոտ, որ իմ բնավորության հատկություններից ունի ինքը շատ երեսին ասող, եթե ասելու բան կա, ոչ թե անպայման կոպիտ, այլ ճշմարտությունը ասում է, առանց կաշկանդվելու, եւ չունի այն հատկությունը, որ ընդհանրեն դերասանները ասում են, չէ՞ որ ինչ-որ բամբասող են, իրատական, այդպիսի բաներ չունի ինքը, շատ անկեղծ մաքուր անձնավորություն է։ Ինչպես եք վարվում այն մարդկանց հետ, ովքեր անազնիվ են լինում ձեր նկատմամբ։ Հիմա կան բացառիկ դեպքեր, որ հիմա որ հետ եմ նայում, այո, կան այդ մարդիկ, ես հիմա հենց հիմա ինքս ինձ հակասում եմ, որովհետև օրեր առաջ մի մարդու ով ինձ ցավ էր պատճառել, ես զանգեցի ու ուղղակի խոսեցի իր հետ ու ասեցի դե լավ է մի կյանք ենք ապրում, անցած լինի, արի մոռանանք այդ ամեն ինչը ու ոչ թե նրա համար, որ այդ մարդու հետ շփումը ինձ համար շատ կարևոր է, չէ։ Ուղղակի մեջս մի զգացում այդ օրը եղավ, որ հենց այդ օրվա մասին եմ խոսում, որ պետքա ուղղակի անցնել առաջ, ապրել ու այդ բեռը քեզ հետ մինչև կյանքիդ վերջ չտանել, իսկ դա ինձ համար բեռ է, երբ որ ես գիտեմ, որ ինչ որ մեկին գցել եմ մի կողմ ու բան, հա։ Պարզ է, մեր հարաբերությունները էլ առաջվանը երբեք չի կարող լինել, բայց գոնե ես գիտեմ, որ ես շատ ճիշտ քայլ արեցի, ես իմ մեջ հաղթահարեցի այդ ամենը ու ես անցա դրա վրայով ու հիմա ավելի թեթև եմ, ավելի թեթև ու ավելի հանգիստ։ Ներդաշնակություն եմ երևի ուզում, էլի ներսս ինչ որ մի բան հուշում է, որ պետքա ներել, պետքա, չգիտեմ, պետքա թեթևանալ։ Թելադրեք ինձ այնպիսի բաղադրիչներ, որոնցից կարող ենք ստանալ երջանկություն։ Գոհանալ ամեն ինչից, ամեն օրով։ Շնորհակալ լինել, իսկապես դա այսօր շատ ենք լսում, բայց շնորհակալ լինել այն ամեն ձեռքբերման համար, ինչը հիմա արդեն իսկ ունես, ու չդադարել երազելուց, հենց դադարեցիր երազելուց, վերջ ամեն ինչ կանգ առնում ու հավատալ ինքդ քեզ, հավատալ քո ուժերին, այդ շատ կարևոր բան է, այդ բոլորս գիտենք, որ այդպես է, բայց երբ որ դու իսկապես սկսում ես հավատալ ու շնորհակալ լինել, դա քեզ սկսում է հետ գալ։ Ու ոչ թե անել նրա համար, որ այ որ անեմ հետ է գալու, չէ։ Դու ուղղակի պետք է իսկապես շնորհակալ լինես, պետք է ուրախանաս ամեն օրով, այդ արևով, այդ, չգիտեմ, անձրևով, այդ մռայլ եղանակով, այդ այն ինչ որ ունես, օրինակ ես հիմա որ գնում եմ տուն եւ փորձերից շատ հաճախ երբ որ ուշ ենք վերջացնում, ասում վայ Աստված ջան, Երանի հասցնեմ, բալիկս քնած չլինի, գնամ մի հատ գրկեմ, հոտը քաշեմ ու ես երբ գնում եմ տուն, իմ բալիկը արթուն է, ես հասցնում եմ այդ գործողությունը, բայց ես կարոտս իրանից չեմ առնում։ Բայց ես շնորհակալ եմ, որ այդ ժամանակը ունեմ, որ գոնե հասցնում եմ բալիկիս, գոնե գրկեմ, գոնե, չգիտեմ։ Մի խոսքով պետք է շնորհակալ լինել, գոհ լինել ամեն ինչից, ինչ որ ունես։ Շատ լավ մայրիկ է, շատ հոգատար է, ինչքան որ հասցնում է, նախ ուզում է փորձի երեխային ապահովի այն ամենով, ինչի կարիք, որպեսզի երեխան որևէ բանի կարիքով չմեծանա, դա շատ կարևոր է, կարծում եմ նաև լիարժեք մարդ ձևավորվելու համար։ Եթե ազատ ժամանակ է լինում, անպայման փորձում է երեխայի հետ լինել, միասին ֆիլմ դիտեն, դա կլինի տանը, թե որևէ կինոսրահում, հա, սիրում է հետը տանել ինչ որ հետաքրքիր տեսարժան վայրեր, երեխան էլ է սիրում, միասին ներկայացում գնան, ինքը լավ մայր է, ուղղակի ժամանակը ցավոք սրտի չի բավարարում, որ լիարժեք զբաղվի իրենով, որի բացը լրացնում եմ ես։ Ուզում եմ ինքը շատ երջանիկ լինի, հիմա էլ երջանիկ է, ունի
հրաշալի զավակ ու ես գիտեմ, որ ինքը այդ զավակով ապրում ու ինքը երջանիկ է, բայց ես կուզենամ, չեմ սիրում այդ բառը կանացի երջանկություն, իրան մարդկային երջանկություն, ես կուզենամ, որ ինքը հարուստ լինի շատ, որտեվ ինքը մեկ այդ փողը տուն չի տանելու, ինքը ծախսելու է, մեր լեզվով ասած մխսելու է ընկերների բարեգործության ու բարություն անելու վրա, դրա համար ես ուզում եմ ինքը հարուստ լինի, որ իր սրտի ուզածը միշտ կարողանա անել։ Ես Ագնեսին ցանկանում եմ, որ ինչ երազած կերպարներ որոնի, հասցնի, որովհետև մենք այստեղ եկել ենք մի փոքր արձակուրդ այս կյանքում ու գնալու ենք այդ արձակուրդի վերջը հասցնի խաղա այն ինչ որ երազում է, այնպես ինչպես բոլոր դերասանուհիները ունեն երազանք, ես հասնում եմ արդեն կամաց մայրամուտի, ես էլ ունեմ երազած միակ կերպարը, որ դեռ չեմ խաղացել, ես կուզենամ, որ Ագնեսը հասցնի խաղա իր բոլոր երազած կերպարները եւ ապրի երջանիկ իր բալիկի հետ։ Ես ուղղակի մի բան կա, ես շատ կուզենամ իրան միշտ տեսնել այնտեղ, որտեղ իրեն հաճելի է, իսկ իմ ասելով չի, որ ես կուզենամ ինքը միշտ լինի իր սիրած մասնագիտության մեջ, որի անունն է թատրոն, կինո ու առավել ևս մշակույթ։ Ագնեսային ինչ կմաղթեմ, հաջողություն, միայն հաջողություն եւ երջանկություն կանացի, ամենաշատը որ կուզենայի ունենար, դա կուզենայի, ունենար շատ լավ լիարժեք ընտանիք, ինքն էլ է սիրում մեծ ընտանիք եւ ստեղծագործական հաջողություններ կուզենայի ունենար, շատ կուզենայի, որ լավ ֆիլմերում եւ լավ ներկայացումներում զբաղված լիներ, ինքը դրան հաստատ արժանի է, ինքը շնորհքով է եւ կարող է դուրս գալ պատվով ցանկացած տեղից։ Եվ շատ կուզենայի, որ զբաղվածությունը այդ առումով շատ լիներ։ Ինչի համար եք ափսոսում։ Կան շատ բաներ կան, որոնց համար շատ ափսոսում եմ, այն թեկուզ ափսոսում եմ, որ նորմալ ամուր ընտանիք չկարողացա կազմել, չստացվեց, էդ էլ էր ճակատագիր իհարկե, բայց ամեն ինչ Աստծո ձեռքերում է, այս պարագայում մեր ձեռքերում չի։ Ափսոսում եմ, որ մարդիկ կան, որոնց պետք է շատ ջերմություն տաս ու չգիտեմ, դա երևի ներքինից էլ է գալիս, թե ժամանակն էլ չի լինում, թե մի քիչ էլ քո բնավորությունն է, մի քիչ ըմբոստացած, չես տեղավորվում, չես հասցնում, չգիտեմ, բաներ կան, որ կիսատ է մնում, թեկուզ ընտանեկան, թեկուզ իմ եւ մամայի հարաբերությունների մեջ էլ այն փոքր ժամանակվա ջերմությունը, որ հիշում եմ ու հիմա դա նրանից է գալիս, որ մեր կյանքը բոլորովին այլ կերպ է դասավորվել, մենք երկուսս էլ վազում ենք, ես գուցե ավելի շատ ժամանակային առումով, գուցե չէ, շատ ավելի շատ եւ երբ որ գալիս եմ տուն, այն ընտանեկան սիրուն երեկոները մենք չենք ունենում, որովհետեւ դրա ժամանակը չկա։ Ես գալիս եմ հոգնած, գնում եմ պարկում եմ, որ առավոտյան նորից ռոբոտի պես պետք է դուրս գամ, գնամ աշխատեմ։ Չգիտեմ, շատ բաներ կան, որոնց համար այսպես ափսոսում եմ, բայց վստահ եմ, որ դա էլ է լինելու, գալու է մի ժամանակ, երբ որ այդ երևի, չգիտեմ։ Ամեն դեպքում այսպես մտածում եմ, որ հա, կլինի այդպես, որ ստիպված չես լինի այդքան վազել, այդքան աշխատել, թեպետ ես տեսակով այն մարդն եմ, ով եթե չաշխատի, ինքը կհիվանդանա, բայց դրան էլ չափ կա, էլի, գոնե ժամանակին գնաս տուն, հասցնես, օրինակ ես որ հիմա մի քիչ ազատ եմ լինում, Դանիելի հետ անպայման մի տեղ եմ գնում, բայց ես հասկանում եմ, որ դա քիչ է, որովհետև չես հասցնում այն լիարժեք սերեն, մայրական սերը տաս քո բալիկին, ստիպված աշխատում ես եւ տղամարդու փոխարեն եւ կնոջ փոխարեն, այդ ամեն ինչը համատեղելը հեշտ չի, իսկ եթե ուզում ես բալիկիդ լավ պահես, ուրեմն պետքա մի բանը տուժի, այստեղ տուժում է իմ մայրական այդ գուրգուրանքն ու սերը, հա իրիկունը գնացիր, մի քիչ սիրեցիր, պաչի կարեցիր, ես քեզ սիրում եմ բան, շաբաթվա մեջ էլ եթե հասցրեցիր, գնացիր միտեղ, ու նա հիմա է այս ծանրաբեռնված գրաֆիկով, մնացած ժամանակ երբ որ ազատ եմ, հա, մամա եմ լինում, բայց երբ որ Դանիելը ծնվեց, ես Վանաձորի թատրոնում էի արդեն եւ 40 օրեկան էր Դանիելը, ես մամայի հոգացության տակ թողեցի մորաքրոջից եւ մամայի եւ գնացի Վանաձոր։ Անընդհատ ճանապարհներին էի, բալիկս մեծանում էր, ես անընդհատ գնում գալիս էի։
հետո նկարահանումներ, մի խոսքով անընդհատ այսպես ա եղել եւ իհարկե շատ ափսոսում եմ, որ չհասցրեցի այն փոքրիկ տարիքը լավ վայելել։ Ագնես, անչափ շնորհակալ եմ այսքան հետաքրքիր, գեղեցիկ, անկեղծ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ, որ անդրադարձաք ինձ, տենց շփոթված եմ մի քիչ, բայց ինչ թաքցնեմ, նաև ուրախ եմ։ Շնորհակալ եմ շատ հրավերքի համար։ Շնորհակալ եմ։ Ձեզ հետ հայ պերսոնաներ, կհանդիպենք։